Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում իրադարձությունները հասել են մի այնպիսի ողբերգական եւ լարված կետի, որտեղ մարդկային ճակատագրերը պարզապես փշրվում են չարության եւ ստի ծանրության տակ։ Այսօրվա սերիան մեզ ստիպում է վերապրել եւ ամենաջերմ զգացմունքները, եւ ամենախորը սարսափը։ Սկսենք միակ լուսավոր կետից՝ Նորոյի եւ Մագդայի հարաբերություններից։ Այս զույգը անցնելով աներևակայելի փորձությունների միջով վերջնականապես հաշտվել է։ Նրանք միասին հիանալի ժամանակ են անցկացնում, բայց Մագդայի մաքուր ու բարի հոգին չի կարողանում հանգիստ վայելել իր երջանկությունը, երբ տեսնում է ուրիշի ցավը։ Նա իրեն է մեղադրում Էլիզի եւ Էդոյի բաժանման համար, կարծելով, որ ինքն է դարձել այդ կոնֆլիկտի պատճառը։ Նորոն որպես իսկական տղամարդ եւ պաշտպան հանգստացնում է սիրելիին։ Նա խոստանում է, որ հենց այսօր կխոսի Էլիզի հետ եւ կփորձի հասկանալ խնդրի արմատը։ Նորոն դեռ հույս ունի, որ կարող է փրկել քրոջը, բայց նա չգիտի, թե ինչ հրեշավոր ուժերի դեմ է պայքարում։ Մինչ Նորոն փորձում է արդարություն հաստատել, Բաբկենը շարունակում է իր սև գործը։ Նա ոչ միայն տրամադրում է Էլիզին Էդոյի դեմ, այլև նրա մեջ սերմանում է ատելություն ամբողջ աշխարհի հանդեպ։ Բաբկենը շատ լավ գիտի, թե ինչպես խաղալ աղջկա էմոցիաների հետ։ Առանց այն էլ խոցված եւ չարացած Էլիզին նա վերածում է իսկական հրեշի, համոզելով, որ Էդոն նրան երբեք չի սիրել։ Էլիզը հոգեբանորեն կոտրվում է։ Նա ծանր է տանում այս սուտը, բայց ամբողջությամբ կուլ է տալիս հոր խայծը։ Եվ որպեսզի վերջնականապես կուրացնի աղջկան, Բաբկենը սեղանին է դնում իր գլխավոր հաղթաթուղթը։ Նա հայտարարում է, թե իբր անհերքելի ապացույցներ ունի, որ հենց Արշակն է սպանել իրենց մորը՝ Շուշանին։ Սա այն կետն է, որտեղ Էլիզը կորցնում է իրականության հետ վերջին կապը եւ դառնում կույր զենք հոր ձեռքերում։ Բայց սերիալի ամենամեծ եւ անդառնալի ողբերգությունը տեղի է ունենում հիվանդանոցի խուլ պատերի ներսում։ Կարենը այդ անգութ դահիճը ի վերջո հասնում է իր նպատակին։ Նա խեղդամահ է անում անօգնական Լանային։ Լանան մահանում է։ Մահանում է այնպես, որ այդպես էլ չի հասցնում գրկել իր աղջկան Մագդային եւ ասել նրան ամենակարևոր բառերը։ Պատկերացրեք Մագդայի ցավը, երբ նա իմանա ողջ ճշմարտությունը։ Նա կիմանա, որ իր մայրը ողջ է եղել է իր կողքին, բայց ինքը չի հասցրել նույնիսկ մեկ անգամ նրան մայրիկ անվանել։ Այս անարդարությունն ու դաժանությունը պարզապես ցնցում են հոգին։ Կարենը պետք է պատասխան տա այս ոճրագործության համար եւ մենք հուսով ենք, որ Նորոն նրան չի խնայի։ Վերադառնանք Բաբկենի մութ խաղերին։ Նա ի ցույց է դնում իր խոստացած ապացույցը։ Դա իր եւ Շուշանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունն է։ Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Շուշանը գաղտնի շշուկով աղաչում Բաբկենին վերադառնալ Հայաստան եւ հոգ տանել երեխաների մասին, մինչեւ ինքը կկարողանա միանալ նրանց։ Իսկ ֆոնին հնչում է Արշակի բարկացած ձայնը, որը հարցնում է, թե ում հետ է նա խոսում։ Բաբկենը պատրաստվում է սա ներկայացնել որպես փաստ, որ Շուշանը սարսափում էր Արշակից, որ Արշակն արգելում էր նրան տեսնել երեխաներին եւ ի վերջո սպանեց նրան։ Ամեն ինչ շատ համոզիչ է հնչում Էլիզի համար, բայց այստեղ կա մի հսկայական, պարզապես աններելի տրամաբանական հարց։ Եվ հիմա ուշադրություն, հարգելի դիտողներ, տանք այն գլխավոր հարցը, որը քանդում է Բաբկենի ողջ սուտը։ Այդ խոսակցությունը տեղի է ունեցել ուղիղ 10 տարի առաջ։ Եթե Շուշանը վտանգի մեջ էր, եթե նա լացելով աղաչում էր Բաբկենին գալ եւ փրկել իր երեխաներին, ինչու Բաբկենը չեկավ։ Ինչու նա թքած ուներ այդ աղերսանքի վրա 10 երկար ու ձիգ տարիներ։ Ինչու նա հանկարծ հիշեց իր հայրական պարտքի մասին միայն հիմա, երբ թաղված է հսկայական պարտքերի մեջ եւ փախել է Հայաստան իր սեփական կաշին փրկելու համար։ Սա ապացուցում է, որ Բաբկենը ոչ թե սգավոր ամուսին կամ հոգատար հայր է, այլ պարզապես խորամանկ սրիկա, ով օգտագործում է մահացած կնոջ ձայնագրությունը սեփական երեխաների տունը խլելու համար։ Համաձայն եք այս վերլուծության հետ։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում եւ փորձեք պատասխանել այս հարցին։ Արդյոք Արշակը կկարողանա ապացուցել իր անմեղությունը եւ բացահայտել Բաբկենի իրական դեմքը։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, քանի որ հաջորդ սերիաները լինելու են վճռորոշ։